մուլտիպլիկացիոն, ողջույններ, իմ տաղանդավոր փոքրիկ նկարիչներ։ Եթերում մուլտիկնիկ մանկական, մանկապատանեկան ու սոցիալական հաղորդումն է։ Ձեզ է ողջունում մոտ աշխարհի ամենաբարի նկարիչ Քերին։ Իհարկե, ձեզ նաև ողջունում եմ մեր բարի ժամապահ Քերին, ով գտնում է այս տեսախցիկի ետևում։ Դա շատ բարի է։ Այսօր մեզ երկար եթերային ժամանակ կտա, որպեսզի ձեզ հետ միասին նկարենք մի հետաքրքիր մուլտիպլիկացիոն հերոսի, շատ հետաքրքիր վերնագրով։ Բայց դա հետո կասեմ թե ինչ ենք նկարելու, իսկ հիմա դուք ձեր գունավոր մատիտները, ռետինե ջնջոցը, սպիտակ թղթիկները եւ սև կախարդական մատիտը պատրաստ եք։ Հետաքրքիր հերոս ենք նկարելու։ Կասեմ թե ում առաջադրանքով։ Մինչ այդ հիշեցնեմ Վանաձոր քաղաքում բնակվող բոլոր փոքրիկներին, ինչպես նաև մերձակայքում սիրելի վանաձորցիներ։ Քերի մուլտիկնիկը բոլոր փոքրիկներին դեկտեմբերի 24-ից 30-ը ժամը 12:00, 14-ին, 16-ին բոլորիդ հրավիրում է Վանաձոր համայնքի տիկնիկային թատրոն մասնակից լինելու կախարդական վրձինը ամանորյա երաժշտական հեքիաթ ներկայացմանը։ Այնտեղ կլինի Քերի մուլտիկնիկը, նրա օգնական Պոնչո Սանչոն, կոշկավոր կատուն, շնիկը, չոր կախարդը, մարդակերը, ավազակները եւ անպայման վերջում մեզ հյուր կգա ձմեռ պապը։ Գիտեմ, դուք ուզում եք հանդիպել Քերի մուլտիկնիկի եւ մեր բոլոր հեքիաթային հերոսների հետ։ Ճիշտ է, ապրեք, եթե ուզում եք հանդիպել, ուրեմն ձեռք բերեք մեր հեքիաթ ներկայացման տոմսերը։ Տեղեկությունների եւ տոմսեր ձեռք բերելու համար կարող եք զանգահարել 033 04 12 44 հեռախոսահամարով։ Այսքանը։ Իսկ հիմա վերցնում ենք սև կախարդական մատիտը եւ նկարելու ենք զարմանալի ինձ համար մի հերոսի։ Տեսեք, մեր նամակների սենյակից ես ընտրել եմ մի ծրար, բացել եմ նամակը, այստեղ Վազգեն Հարությունյանը 12 տարեկան քաղաք Երևանից խնդրել է Քերուն կամ որպես առաջադրանք։ Ես լավ վերնագրերն եմ ընտրում ու նկարում։ Խնդրել է Քերուն, որ Քերին ձեզ սիրելի փոքրիկներ եւ Վազգենին սովորեցնի նկարել կոշկավոր։ Ինչ եք մտածում, ինչ։ Չէ, կատու չէ։ Կոշկավոր խոզուկը զարմանալի է։ Ես դե գիտեմ, մենք բոլորս ճանաչում ենք կոշկավոր կատվին, երկարաճիտ կոշիկներով։ Բայց երբևիցե կոշկավոր խոզուկ ես չէի լսել։ Ապրես Վազգեն ջան, որ այսպեսի առաջադրանք ես տալիս։ Ես հետաքրքիր առաջադրանքներ կատարում եմ։ Իսկ փոքրիկ բարեկամներ, ձեզ ես շատ հեշտ, զարմացած, մի քիչ ջղայնացած խոզուկ եմ նկարելու, թե երևի թե դեմքը պետք է ցույց տանք, թե ինչու են նրան անվանել կոշկավոր խոզուկ։ Լավ, պատրաստ եք։ Ուշադրություն, աչքերից եմ սկսելու սիրելի փոքրիկներ։ Թղթիկը այս մասում այսպես մի կոպ կնկարենք։ Ոչ թե կոպեր, կոպ։ Ներքևի հատվածում կլորիկ աչքը։ Սևիկը փոքրիկ աչքի մեջ։ Մյուս աչքը սիրելի փոքրիկներ ավելի մեծ ենք նկարելու։ Մի քիչ վերև։ Այս անգամ կոպը այսպես ենք նկարելու։ Ու մեծ կլորիկ համարյա թե ձվազև։ Էլի սևիկը վերև։ Եթե դունչիկն էլ ավելացնեմ, արդեն կհասկանաք, որ խոսքը խոզուկի մասին է։ Բայց կոշկավոր։ Այստեղ քթանց կտամ 1, 2, ներքևի շրթունքը։ Հիմա իմ փոքրիկ բարեկամներ, մարմինն ենք նկարելու։ Երևի գլխից ու ականջներից կսկսենք, կնկարենք լայնատերև ականջները։ Ուշադրություն։ Ճակատային մասը։ Հիմա ականջները լայնատերև։ Ինչու լայնատերև։ Իսկ Քերի մուլտիկնիկը ասում է, որ այս հորինված բառը շատ է դուր գալիս իրեն, քանի որ ականջները իսկապես տերևիկին նման են։ Եկեք ականջներին խորություն տամ։ Հիմա իմ փոքրիկ բարեկամներ, մարմինն եմ նկարելու։ Ձախակողմի հատվածը այսպես ուղիղ իջնեմ ներքև։ Աջակողմյա հատված, քանի որ տեսեք, ձախակողմի հատվածը ցույց տամ։ Ձախակողմի հատվածը այսպես կլինի փորիկի վրա։ Աջակողմի հատվածը այ ետևի մասում։ Մի քիչ ազնվագույն է ուզում իրեն ցույց տալ մեր խոզուկը, բայց Քերին հո գիտի որ խոզուկ է։ Կորիկ, հիմա այստեղից նորից
հայլունում ենք կրկնում ենք, պատկերը, ձերքը այստեղ ծալում ենք, տանում ենք ետևի մասը, գուցե ուզում է իր թուրը հանել, լավ, հիմա մարմինն եմ նկարելու, իմ փոքրիկ բարեկամներ ոտքերը այսպես կշարունակեմ, այստեղ փորիկը կնկարեմ, մեր խոսքի ոտքը էլի կշարունակեմ, քանի որ մեր Վազգենը Հարությունյան խնդրել է, որ մենք մեր խոսուկին նկարենք իբրև կոշկավոր խոսուկ, նրան պետք է տանք երկարաճիտ կոշիկներ, այստեղ, դե արդեն գիտեք չէ, մեծերը ինչպես են ասում երկարաճիտ կոշիկներին, իհարկե ռուսերենով, սապոկ են ասում, լավ, բայց մենք ասենք երկարաճիտ կոշիկներ, երկարաճիտ կոշիկները նկարում ենք, այսպես, կրունկը, շատ լավ է, առանձնացրեցինք, այստեղ շարունակում ենք էլի, խոզուկին հացես թե չի սազում երկարաճիտ կոշիկը, ձերքը այստեղից, էլի փոքրիկներ, աջ ձերք, ծալում ենք փորի վրա, սա էլ կճկակներ է, պորտիկ և մեր խոզուկը պատրաստ է, այստեղից մրգագետին կառանձնացնեմ, եթե ժամանակ ունենանք, սիրելի փոքրիկ բարեկամներ, կշարունակենք բնությունը, բայց հիմա շատ կարևոր է, որպեսզի մենք ձեզ հետ միասին այն հաստ մատիտով ընդգծենք, ուշադրություն, հիմա ես աչքերն եմ ընդգծելու, նախ և առաջ կոպերը, 1, աչքերը, 2, մյուս աչքն ենք ընդգծում, դունչիկն եք կարող եք ընդգծել, թող լավ երևա, ճակատային մասից սկսում ենք ընդգծել մեր հերոսին, տեսեք մուկ սև մատիտով ինչ լավ է երևում իմ փոքրիկ բարեկամներ, այսպես, շատ լավ է, անցնում ենք մարմնի, այսպես, խնդրեմ, ոնց որ շատ հետաքրքիր կերպար է ստացվում Վազգեն ջան, ապրես, որ այսպիսի առաջադրանք ես տվել քերի տիկնիկին, ոտքերը, այստեղ սև կանենք, խորությունը երևալու համար երկարաճիտ կոշիկների ու նորից կընդգծենք արդեն երկարաճիտ կոշիկները, խնդրեմ, ձախ կոշիկը, այսպես, ստվերել կան, գտանք ոտքերի տակ, այսպես, դեպի ձախ ձեզնից, խոզուկը պատրաստ է, իսկ աջ ձերքը չընդգծենք, երբ որ մոռանում եմ, ինձ անպայման հուշեք սիրելի փոքրիկներ, գուցե մի բան մոռանամ, այստեղ ունքեր, ականջին խորություն, շատ լավ է, երկարաճիտ կոշիկներով խոզուկը պատրաստ է, տեսեք ես ինչ եմ անելու, բայց մի փոքր եթե նկատում եք ջղայնացած է նա, աչքերի տակ կապույտ կոպեր կանեմ, կարող եք վերցնել սրանից հետո մուկ և բաց վարդագույն մատիտները, ես կվերցնեմ դրա փոխարեն մանուշակագույն մուկ և վարդագույն, մուկ մանուշակագույն կամ մուկ վարդագույն մատիտով, տեսեք ինչ ենք անելու, ականջին խորություն եմ տալու, այսպես, հիմա ձախ ականջին եմ խորություն տալու, կոպերը, այսպես, աչքերը ընդգծելու եմ, որպեսզի սպիտակ մնա, քթանցքը կներկենք, կճղակները կառանձնացնեմ, կարելի է ձախակողմյան հատվածից, քանի որ ձեր ստվերը, եթե նկատում եք, ձախ կողմից է, կլորացնել փորիկը, ձեռքերը, դունչիկի տակ կարելի է ներկել, այսպես, մյուս ձեռքը, էլի կլորացնում ենք իմ փոքրիկ բարեկամներ, ձախ ոտքը, այսպես, փորիկն էլ մի փոքր կլորացնել, այսպես, դունչիկն էլ ուղղակի թույլ երանգով, այսպես կներկեմ, լավ է, մուկ, մատիտը մի կողմ ենք դնում, վերցնում ենք բաց վարդագույն մատիտը և պատկերացնում եք մեր կոշկավոր խոզուկին ներկելու ենք բաց վարդագույն, ուշադրություն,
Գնացինք, ականջից ենք սկսում սիրելի փոքրիկներ։ Շատ լավ է, ապրեք դուք։ Եթե ինչ-որ բան չի ստացվում սիրելի փոքրիկներ, դուք ունեք ռետինե ջնջոց, սովորական մատիտներով եք չէ նկարում։ Ռետինե ջնջոցով մաքրում եք սխալ նկարված գծիկը։ Եվ նկարում այնպես ինչպես քերեմուտիկները։ Այսպես շատ լավ է։ Ռապապապապապամ, խոզուկին ներկեցինք, ընդգծենք, շարունակենք ներկել, քիչ հետո արդեն պետք է միասին որոշենք, իմ փոքրիկ բարեկամներ, թե մեր կոշկավոր խոզուկի երկարաճիտ կոշիկները ինչ գույնով ենք ներկելու։ Ինչ գույնով։ Կապույտ։ Լավ, եթե ասում եք կապույտ, ես խնդիր չունեմ։ Ուղղակի մուգ կապույտ մատիտը վերցնում ենք, ձախակողմյա հատվածները, երկարաճիտ կոշիկի եւ ներքևի հատվածը, կրունկը մուգ կապույտ մատիտով ենք ներկելու։ Հիմա ձախ երկարաճիտ կոշիկի էլի ձախակողմյա հատվածը։ Հասկացաք երևի թե ինչի համար, որովհետեւ ստվերը դեպի ձախ է ցեսնից։ Բաց կապույտ մատիտը կվերցնեմ սիրելի փոքրիկներ, արդեն սպիտակ թողված հատվածները կներկեմ բաց կապույտ մատիտով։ Եվ կարող ենք ասել, որ մեր երկարաճիտ կոշիկներով խոզուկը պատրաստ է։ Դունչիկը մի քիչ էլ եմ ուզում մկացնել։ Տեսեք, մի քիչ առանձնանա, առաջ գա։ Այսպես։ Շատ լավ է։ Եկեք կանաչ մատիտով մարգագետինը ներկենք, հիմա ժամանակը նայեմ, քեր ինչքան ժամանակ ունենք։ Քերին ասում է, որ մենք դեռ 6 րոպե ունենք, լավ, ուրեմն կհասցնենք։ Մարգագետինը եկեք կանաչ ներկենք, բաց կանաչ։ Մի քիչ մեր խոզուկին սպիտակ թղթիկից առանձնացնենք։ Դուք տեսեք, քերեմուտիկնիկը ձեզ առաջադրանք է տալու։ Լսեք, ուշադիր։ Մարգագետինը ներկեցիք, հաղորդումից անմիջապես հետո։ Տեսեք, կարող եմ ևս մեկ գծիկ անել։ Հեռվում, կարող եք սարեր նկարել, ձորեր, անտառ, գուցե այս խոզուկը ապրում է ինչ-որ գյուղակում։ Գուցե, նայեք, ասում գուցե։ Դուք ձեր մանկական երևակայությամբ այս նկարը ավարտում եք։ Եկեք հեռվում գտնվող դաշտը մի քիչ ավելի մուգ կանաչ մատիտով ներկենք։ Նաև վերջում պետք է հայտարարություն անեմ, շատ արագ ներկեմ, նոր հայտարարություն կանեմ։ Այսպես, էլի սպիտակ թղթիկը ճնշեցինք։ Փոքրիկ բարեկամներ։ Ձեր խոզուկը ավելի լավ երևաց։ Եթե ուզում եք, ասենք, սարերը ձյունապատ լինեն, կվերցնեք մուգ կապույտ մատիտը, տեսեք ներքևի հատվածը, սարերի, այսպես մուգ կապույտ կանենք, գագաթը կթողնենք սպիտակ, մյուսներ, այսպես, համել սպիտակ թղթիկը այսպես ճնշում ենք ակաժները լավ երևալու համար, իսկ սպիտակը սպիտակի վրա, որպեսզի լավ երևա, ժամանակը նայեմ, մենք վերցնել ենք բաց կապույտ մատիտը, արդեն գծիկից դուրս, բաց կապույտ մատիտով, այսպես ամպիկներ ենք նկարելու։ Արդեն նկարի մեջ կհասկացվի, որ սարերը ձյունապատ են։ Մի քիչ էլ դեղին մատիտով երանգավորեմ դաշտերը։ Սարերին էլ մի քիչ դեղին կավելացնեմ։ Դեղնակապույտ ստացվեց։ Ինչ կասեք։ Դուր եկավ, ինչ շատ դուր եկավ մեր Վազգեն Հարությունյանի առաջադրանք։ Ես երբեք չէի սպասի, թե փոքրիկները կարող են այսպիսի առաջադրանք։ Երբ որ նամակ ընթերցեցի, խնդրում եմ նկարիր կոշկավոր հաջորդ բառը պետք է գար կատուն։ Բայց Վազգենը գրել էր կոշկավոր խոզուկ։ Ահա նա, նկարեցինք, հետաքրքիր հերոս ստացանք, այս նկարները նկարում եք, հորինում մի փոքրիկ պատմություն, ուղարկում քերեմուտիկնիկին։ Ես խոստանում եմ լավագույն պատմությունները, նկարները ցուցադրել, ընթերցել, գուցե հաղթողին նաև հրավիրել իմ արվեստանոց։ Իսկ Վանաձոր քաղաքում բնակվող բոլոր փոքրիկներին, ես բոլոր փոքրիկներին եւ Մերձակայքում բնակվող Վանաձոր քաղաքի բոլորին դեկտեմբերի 24-ից մինչև 30-ը
ժամը 12-ին, 14-ին եւ 16-ին։ Այդ օրերին Քերի մուլտիկնիկը հրավիրում է Վանաձոր համայնքի տեխնիկայի թատրոն ներկա գտնվելու կախարդական վրձինը երաշտական ամանորյա հեքիաթ ներկայացմանը։ Այնտեղ դուք հանդիպեք անպայման Քերի մուլտիկնիկին, իր օգնական Պոնչո Սանչոյին, կախարդին, ավազակներին, նույնիսկ մարդակերին կտեսնեք, կոշկավոր կատվին, ոչ թե կոշկավոր խոզուկին եւ շելիկին։ Ամենավերջում սիրելի փոքրիկներ, Վանաձորցիներ, մեզ հյուր կգա ձեր շատ սիրելի ձմեռ փաբը։ Տեղեկությունների համար կամ տոմսեր ձեր բերելու համար կարող եք զանգահարել 033 04 12 44 հեռախոսահամարով։ Այսքան այսօրվա համար։ Քերի մուլտիկնիկը ձեզ հրաժեշտ է տալիս, կհանդիպենք հաջորդ հաղորդմանը։ Ալբուլդա